Ողջույն։ Կոկորդիլոսի երեխով ու կես մետրանոց կատարով հսկայական գիշատիչ։ Այսպես են հնեաբաններն այժմ պատկերացնում նոր սպինոզավրին, որն ապրել է Աֆրիկայում 95 միլիոն տարի առաջ։ Չիկագոյի համալսարանի թիմը նկարագրել է Spinosaurus ցեղին պատկանող երկրորդ Spinosaurus mirabilis տեսակի դինոզավրերին։ Կենդանու մնացորդները հայտնաբերվել են Սահարայի կենտրոնական մասում ժամանակակից Նիգերի տարածքում ու շկաֆչի շերտերում, գտածոների տարիքը մոտ 95 միլիոն տարի է։ Մինչ այժմ ցեղի միակ ճանաչված ներկայացուցիչն էր համարվում Spinosaurus aegyptiacus-ը։ Ոչ թշնային դինոզավրերի ամենատպավորիչ ներկայացուցիչներից մեկը։ Այս տերոպոդը հասնում էր մոտ 14 մետր երկարության, կշռում մինչև 7 տոննա ու ուներ մի շարք հետաքրքիր հատկանիշներ՝ կոնաձև ատամներով երկար, կոկորդիլոսային երախ, խոշոր ճանկերով հզոր առջևի թաթեր ու հսկայական առագաստ մեջքի ու պոչի հատվածում։ Կենդանին ապրել է Հյուսիսային Աֆրիկայում հնագույն Թեթիս ծովի ափին։ Սակայն նկարագրված նոր տեսակը տարբերվում է իր դետալներով։ Գլխավոր առանձնահատկությունը գլխի կոր, ուղղահայաց կատարն է, որը հասնում է մինչև 40 սանտիմետր բարձրության ու ձևավորված էր գանգի սերտաճած ոսկորներից։ Կենդանության օրոք այն հավանաբար ծածկված էր եղջերաթաղանթով ու այն ժամանակ կատարի բարձրությունը կարող էր հասնել կես մետրի։ Տեսակի անվանումը mirabilis նշանակում է զարմանալի, տրվել է հենց այս անսովոր կատարի պատճառով։ Հանածոները հայտնաբերվել են 2019 եւ 22 թվականներին, ատամներ, գանգի ֆրագմենտներ, ողեր, հետին վերջույթների ոսկորներ։ Դրանք պատկանել են մոտ 10 խոշոր տերոպոդների։ Ելնելով ծնոտների եւ ատամների կառուցվածքից, հետազոտողները եկել են եզրակացության, որ նոր տեսակը, ինչպես նրա ավելի հայտնի ցեղակիցը, սնվում էր հիմնականում ձկներով։ Ու այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Արդեն շատ տարիներ հնեաբանները բանավիճում են, արդյոք սպինոզավրերը ակտիվ սուզորդներ էին, որոնք կարող էին հետապնդել զոհին ջրի տակ, թե նրանք որսում էին ափից հսկաագրավների նման, սպասելով երախն առաջ նետելու պահին։ Նոր տվյալներն այս բանավեճին կարևոր փաստարկ են ավելացնում։ Ի տարբերություն ափամերձ հատվածների բնակիչ Spinosaurus aegyptiacus-ի, Spinosaurus mirabilis-ը ապրել է գետահովիտներում, ամենամոտ ծովափից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։ Սա մայրցամաքային էկոհամակարգ էր, որում ի թիվս այլ կենդանիների ապրում էին նաև զաուրոպոդներ։ Աշխատանքի հեղինակների կարծիքով նման պայմաններում դժվար թե մասնագիտացված հսկայական սուզորդ գոյություն ունենար։ Շատ ավելի տրամաբանական է պատկերացնել զգուշավոր դարանակալող գիշատչի, որը կանգնած է ծանծաղուտում կամ դանդաղ թափառում է ափի երկայնքով ու ծնոտների կտրուկ շարժումով ձուկ է որսում ջրից։ Եթե դա այդպես է, ապա ավելի հայտնի Spinosaurus aegyptiacus-ը նույնպես կարող էր որսալ նմանատիպ կերպով։ Իսկ ահա նոր տեսակի գլխի վրայի կատարը ամենայն հավանականությամբ ծառայում էր ոչ որսի համար։ Հետազոտողները ենթադրում են, որ այն, ինչպես նաև մեջքի առագաստը, կարևոր դեր էր խաղում առանձնյակների միջև հաղորդակցության համար։ Խոսքը ամուսնական ծեսերի կամ տարածքը պաշտպանելու մասին է։ Հնարավոր է կատարն ունեցել է պայծառ գունավորում ու լավ երևացել է հեռվից։ Science ամսագրում հրապարակված հայտնագործությունը ոչ միայն ընդլայնում է սպինոզավրերի բազմազանությունը, այլև այն փոխում է մեր պատկերացումներն այն մասին, թե ինչպես են ապրել ու որսացել այս զարմանալի գիշատիչները։ Մենք բաղկացած ենք բջիջներից, որոնց ներսում փոքրիկ էներգետիկ կայաններ են, միտոքոնդրիումներ, սակայն մի ժամանակ դրանք չկային։ Առաջին նման բարդ բջջի առաջացման պատմությունը մնում է կենսաբանության ամենամեծ չլուծված խնդիրներից մեկը։ Ամերիկացի հետազոտողների նոր աշխատանքը կարևոր մանրամասն է ավելացնում այս պատմությանը։ Գիտնականները սեկվենավորել են Ասգարդ արքեաների հարյուրավոր նոր գենոմներ։ Սրանք արքեաների այն խումբն են, որոնք համարվում են էուկարիոտների նախնիների ամենամոտ ազգականները։ Արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում եւ զգալիորեն ճշգրտում են էուկարիոտիկ բջջի վաղ էվոլյուցիան։ Համաձայն էուկարիոտների ծագման սիմբիոտիկ տեսության, հնագույն արքեան սիմբիոտիկ կապի մեջ է մտել միտոքոնդրիումների նախնի հանդիսացող բակտերիայի հետ։ Վերջինս պատկանում էր ալֆա պրոտեոբակտերիաներին եւ կարողանում էր արդյունավետ կերպով օգտագործել թթվածինն էներգիա ստանալու համար։ Ժամանակի ընթացքում արքեայի ներսում այն վերածվել է լիարժեք օրգանելի, որը այսօր փոխանցվում է բջջից բջիջ։ Բայց երկար ժամանակ գոյություն ուներ լուրջ պարադոքս։ Եթե արքեա հանդիսացող տերը խիստ անաերոբ էր, այսինքն չէր հանդուրժում թթվածինը, իսկ բակտերիան ընդհակառակը կախված էր թթվածնից, ինչպես կարող էին նրանք ընդհանրապես զերծ սիմբիոտիկ կապ ձևավորել։ Մեկն ապրում էր այնտեղ, որտեղ թթվածինը կործանարար էր, իսկ մյուսի համար այն խիստ անհրաժեշտ էր։ Նրանց էկոլոգիական նիշանները թվում է չէին հատվում։ Այս քննարկման հատուկ ուշադրության կենտրոնում էին Ասգարդ արքեաների խումբ, որն իր անվանումը ստացել է ի պատիվ սկանդինավյան աստվածների։ Խմբին պատկանող Heimdallargea դասը ժամանակակից պատկերացում
ցանկություններով ամենամոտն է էուկարիոտների հիպոթետիկ արքայական նախնուն։ Սակայն մինչև վերջերս այս օրգանիզմների մասին գենոմային տվյալները բավարար չէին նրանց մետաբոլիզմը համոզիչ կերպով վերականգնելու համար։ Օսենի Տեխասի համալսարանի խումբն իրականացրել է Չինաստանի եւ Էկվադորի ափերից հավաքված ծովային նստվածքների մասշտաբային մետագենոմային սեկվենավորում։ Արդյունքում հաջողվել է հավաքել ազգարտ արքիաների 404 նոր գենոմ, ինչը զգալիորեն ընդլայնել է հասանելի տվյալների բազան։ Դրանց թվում եղել է հեիմդալարխեաների 136 նոր ներկայացուցիչ։ Բացի այդ, հետազոտողները առաջարկել են առանձնացնել նոր ռանարխեա դասը, երբ գիտնականները համադրել են այն պայմանները, որոնցում ապրում են ազգարտ արքիաների տարբեր գծերը, պարզվել է կարևոր մի բան. հեիմդալարխեաների մի մասը հարմարվել է թթվածնի փոփոխական պարունակության միջավայրերին։ Այս միջավայրերը մեկուսացված անաերոբ գրպաններ չեն, այլ դինամիկ էկոհամակարգեր, որտեղ թթվածինը երբեմն հայտնվում է, իսկ երբեմն անհետանում ավելին։ Նման արքիաները հաճախ ապրում են ժամանակակից պրոտեոբակտերիաների հարևանությամբ։ Գենոմային վերլուծությունը հաստատել է էկոլոգիական դիտարկումները։ Հեիմդալարխեայի գենոմում հայտնաբերվել են շնչառական շղթայի բաղադրիչների առաջին, երրորդ եւ չորրորդ կոմպլեքսների գեները, ինչպես նաեւ ֆերմենտներ, որոնք չեզոքացնում են թթվածնի ակտիվ ձևերը։ Այս ամենը բնորոշ է օրգանիզմներին, որոնք կարող են հանդուրժել թթվածինը ու նույնիսկ օգտագործել այն որպես էլեկտրոնների վերջնական ակցեպտոր։ Միևնույն ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել են նիկել երկաթային բազմազան հիդրոգենազներ, ֆերմենտներ, որոնք կապված են ջրածնային փոխանակման հետ։ Մի շարք հիպոթեզներում հենց ջրածինն է դիտարկվում որպես էներգետիկ արժույք արքեական տիրոջ ու միտոքոնդրիալ բակտերիալ նախնու միջև վաղ սիմբիոզի համար։ Հետաքրքիր է, որ որոշ հայտնաբերված ֆերմենտային կոմպլեքսներ ճարտարապետությամբ հիշեցնում են շնչառական շղթայի առաջին կոմպլեքսը։ Սա մատնացույց է անում պրոտոնային գրադիենտի ստեղծման զուգորդմամբ ջրածնային փոխանակման տեսական հնարավորության մասին, ինչը բջիջներում էներգիայի կուտակման համընդհանուր մեխանիզմն է։ Այլ կերպ ասած, հնագույն արքեաները կարող էին ունենալ հիբրիդային մետաբոլիզմ։ Նրանք ունակ էին մասնակցելու ջրածնային փոխանակմանը, սակայն թթվածնի առկայության դեպքում կարող էին անցնել դրա օգտագործմանը։ Սա չեզոքացնում է հակասությունների մի մասը։ Արքեան եւ ալֆա-պրոտեաբակտերիան կարող է մտնել սիմբիոտիկ կապի մեջ ոչ թե միջավայրի պայմաններին հակառակ, այլ իրենց հնարավորությունների մասնակի համընկման շնորհիվ։ Այսպիսով էուկարիոտներին, այդ թվում մեծ սկիզբ դրած միությունը, կարող էր լինել ոչ թե խիստ անաերոբ օրգանիզմի գոյատևման ստիպողական ռազմավարություն նոր թթվածնային աշխարհում, այլ մետաբոլիզմով երկու համատեղելի օրգանիզմների ավելի բնական մերձեցում։ Իսկ հիմա գիտական անեկդոտ։ Փոքրիկ տղան խնձոր է ուտում ու հարցնում է հորը. «Պապ, իսկ ինչու է խնձորը դարչնագույն դառնում»։ Հասկանում ես, բալես, երբ դու կծում ես խնձորը, դրա հյութը դուրս է գալիս, ու քանի որ խնձորը երկաթ է պարունակում, ապա փոխազդելով մթնոլորտային թթվածնի հետ, այն օքսիդանում է ու այդպիսով դառնում դարչնագույն։ Կարճատև դադարից հետո որդին հարցնում է. «Պապ, դու նոր ում հետ էիր խոսում»։ Իսկ այսօրվա համար այսքանը։ Կհանդիպենք։